Ռուս-թուրքական հարաբերությունների բարդ էջը շրջված է եւ եկող տարի կսկսի գործել ռուս-թուրքական ներդրումային հիմնադրամը, իսկ 2023-ին կգործարկվի Աքույու ատոմակայանի առաջին բլոկը։ Այսօր Թուրքիայի վարչապետ Բինալի Երդելիմի հետ բանակցությունների ավարտին հայտարարել էր Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։ Երդելիմի այցի նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել էր թուրքական հոսք գազատարի մասին ռուս-թուրքական պայմանագիրը։ Հիմա հերթը ռուսական կողմինն է։ Այդ վարչապետի երկօրյա է, այսօր առավոտյան նա ելույթ էր ունեցել Մոսկվայի միջազգային հարաբերությունների համալսարանում, այնուհետև հանդիպել էր վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ։ Օրակարգում է նաև նրա հանդիպումը նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Մոսկվայում իր առաջին ելույթի ժամանակ Երդելիմը հայտարարել էր, որ ռուս-թուրքական հարաբերությունները տարբեր ժամանակահատվածներ են ունեցել շուրջ հազարամյա պատմության ընթացքում։ Որպես լուսավոր էջ Թուրքիայի վարչապետը հիշել էր անցած տարի 20-ականների սկզբին սովետական Ռուսաստանի աջակցությունը թուրք ազատագրական շարժմանը։ Խոսքն իհարկե Աթաթուրքի ղեկավարած շարժման եւ 1921 թվականին կնքված Մոսկովյան պայմանագրի մասին է։ Ռուս-թուրքական այսօրվա մոսկովյան բանակցությունների առանցքում տնտեսական հարցերն են։ Թուրքական կողմը ակնկալում է, որ կվերացվի վիզային ռեժիմը Ռուսաստան ժամանող Թուրքիայի քաղաքացիների համար։ Էներգետիկ համագործակցության առանցքում էլ երկու խոշոր ծրագրեր են՝ Աքույու ատոմակայանի կառուցման ծրագիրը եւ վերջերս ստորագրված թուրքական հոսք գազատարի ծրագիրը, որի իրագործումը թույլ կտա Ռուսաստանին գազ հասցնել եվրոպական շուկա շրջանցելով Ուկրաինան։ Մեդվեդևը եւ Ելդերիմը երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունները նախկին մակարդակին հասցնելու պատրաստակամություն են հայտնել։ У нас действительно очень большой объем торговых связей исторически сложился. Մենք իսկապես առևտրային կապերի մեծ ծավալ ունենք, սակայն մի շարք սուբյեկտիվ եւ օբյեկտիվ պատճառներով այդ ծավալը նվազել է։ Սակայն մենք այդ ծավալը մեծացնելու համատեղ խոշոր նախագծեր իրականացնելու հնարավորություն ունենք։ Բինալի Ելդերիմն էլ իր հերթին հավելել է. Ռուս-թուրքական հարաբերությունները վատ ժամանակներ են ունեցել, սակայն այսօր ռազմավարական մակարդակով դրանք վերականգնելու մտադրություն ունենք։ Հիշեցնեմ, նախկինում ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջև հասնում էր շուրջ 40 միլիարդ դոլարի։ Այս տարի այն դժվար թե գերազանցի 7-ից 8 միլիարդը։ Բացի այդ, Մոսկվան ու Անկարան ավելի վաղ հայտարարել են, որ երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը ցանկանում են իրականացնել ազգային տարադրամներով։ Հիշեցնեմ, 2015-ի նոյեմբերին թուրքական ռազմական ուժերը թուրք-սիրիական սահմանի մոտ խոցել էին ռուսական ռազմական օդանավը, որից հետո երկու երկրների հարաբերությունները կտրուկ վատթարացան։ Իդեպ անցած տարվա միջադեպից խոսելիս Թուրքիայի վարչապետն այսօր Մոսկվայում կիրառեց դժբախտ պատահար արտահայտությունը։ Ռուս-թուրքական մոսկովյան բանակցությունների օրակարգում այսօր նաև սիրիական ճգնաժամն է, որն ավելի ուշ Թուրքիայի վարչապետը քննարկելու է Ռուսաստանի նախագահի հետ։ Իսկ մինչ այդ Մեդվեդևի հետ հանդիպման ավարտին Թուրքիայի վարչապետը հայտարարել էր մեջբերեմ մի հատված այնպիսի տպավորություն է, որ սիրիական ճգնաժամը մոտ է կարգավորմանը։ Քայլերն այդ ուղղությամբ այսուհետ եւս կշարունակվեն։ Հիշեցնեմ, բոլորովին վերջերս Էրդողանը հայտարարել էր, որ թուրքական բանակը պետք է վերջ տա Ասադի ռեժիմին։